Պարոն Բաբայան, անդրադառնանք այսօրվա դատական նիստին, ինչ արձանագրումներ արեցիք իմասնավորի վկայի հարցակնությունը։ Վկայի հարցակնությունը չի ավարտվել։ Պարոն Մելիքյանը Շատ լավ։ Լիազորում եք էլի, հա։ Լիազորեցից։ Չէ, հարցակնությունը վկայի չի ավարտվել, ես ճիշտ չեմ համարում մենք հիմա վկայի հարցակնությանը անդրադառնանք, բայց ասեմ, որ շատ հետաքրքիր էր վկայի հարցակնությունը, նաև եթե իրավաբան ուսանողներ են նայում, կոչ կանեի մի հատ նայել, որովհետև իսկապես շատ հետաքրքիր հարցակնություն էր, որը շարունակվելու է, մենք կտեսնենք, մենք առհասարակ վկայի հետ գործ ունենք, թե մարդու, որին ուղղակի պետությունը անհանգստացրել է իր քաղաքական հետապնդումը մի քիչ փաստաթղթավորելու համար։ Սովորական մեկնաբանության համար փաստացի մարդը հրավիրվել է, նշանակում է այտենց ակնդետ հետևում են, հա, ով ինչ է գրում։ Նորից ասեմ, չեմ ուզում հիմա որևէ բան ասել, որովհետև վկայի հարցակնությունը շարունակվելու է եւ մինչեւ չավարտվի ես որևէ գնահատական չեմ տա։ Լավ, պարոն Մելիքյան, Հիմնականը դա է։ Հանգամանքի անդրադառնանք, նայեք, վկան հարցերին պատասխանում էր բավականին այսպես բաց բոլոր հարցերին։ Ինչով էր պայմանավորված ձեզ մեղադրող դատախազի վրդովմունքը եւ ինչու ավելի վաղ դատարանը նկատողություն չարեց, երբ օրինակ մեղադրող դատախազը իր վրա վերցրել էր ֆունկցիա ընդհատելու վկային դու սուս, ես հետո կասեմ իմ ասելուց հետո քո ասելու ժամանակ եկել էր դու ասել, ինչ որ այսպեսի խոսակցություններ որ լիներ։ Անգամ ճնշում գործած։ Նորից ասեմ, դատարանը դրան արձագանքեց, մի քիչ շուտ, այդ իհարկե, բայց նորից ասեմ, եք վերաբերում այսպիսի հարցակնություններին դատական որևէ կերպ, ասեմ, այն պահին, երբ մենք հասկանում ենք, որ մեր պաշտպանյալների իրավաչափ շահը պահանջում է, որպեսզի մենք միջամտնենք, մենք միջամտում ենք։ Սա շատ նուրբ բան է իրականում հարցակնությունը, հոգեբանական կողմ կա, ուրիշ բան, այսպես, այս պահին ես նորից ասեմ, պատահարմար չեմ համարում դրան արձագանքել, բայց ամեն դեպքում հարցակնություն իհարկե չէր։ Լավ, իսկ պաշտպանյալի առողջական վիճակի մասին ինչ ունեք այս պահի դրությամբ։ Հենաշարժական խնդիր է առաջացել, պետք է մոտակայորերս հետազոտություններ լրացուցիչ արվեն, հասկանանք, թե պատճառը որն է։ Այսինքն դեռևս չկա հստակ, հա, ինչ-որ պատճառ։ Դե որոշակի նախնական ախտորոշում կա, բայց դե հիմա մարդու ախտորոշումն է, ճիշտ չէ համարի դրա մասին խոսել, էլի առանց իր համաձայնության։ Ասեմ կալանքի հետևանք է, հա։ Ես համարում եմ, այս ամեն ինչն է կալանքի հետևանք, դե հացադուլն էլ է կալանքի հետևանք, ամեն դեպքում կապված է, բայց կոնկրետ պատճառահետևանքային կապ ես այս պահին նշել չեմ կարող ուղիղ հացադուլի, թե ընդհանրապես կալանքի, բայց ես համարում եմ, որ հացադուլը նույնպես կալանքի հետևանք է։ Հասկանալի է, շնորհակալություն։